Շնորհակալություն, պարոն Դիլիսյան, շնորհակալություն կատարած աշխատանքի համար, նաև ներկայացնելու համար։ Իրականում պարոն Հովհաննիսյանը խոսեց, ինչի մասին ուզում էի խոսեի, ի ուրախությունից ես էլ հարցերի դաշտ էի բացել, պարոն Թորոսյան, ավելի շատ հարցերը վերաբերում են ոչ թե սոցիալական ոլորտի նպաստներին, այլ հենց աշխատանքին եւ շատ քաղաքացիներ հենց աշխատանք էին փնտրում։ Ու այստեղ ինձ մի կողմից ուրախացնում է, որ մարդիկ հասկացել են, որ դժվարին իրավիճակից դուրս գալը միայն աշխատանքի միջոցով է հնարավոր, բայց մյուս պարագայում այստեղ խնդիր կա, մենք մյուս կողմից ունենք թափուր հաստիքներ, հա, շատ աշխատատեղեր, մյուս կողմից ունենք շատ աշխատանք փնտրողներ, բայց իրանք իրար հետ չեն կարողանում հանդիպել կամ առնվազն եթե հանդիպում են համապատասխան չեն լինում։ Ես ուզում հասկանանք արդյոք մենք ունենք անելու բան, որ համապատասխանեցնենք, ավելի ճիշտ հմտությունները զարգացնենք այն մարդկանց, ովքեր աշխատանք ենք փնտրում, նորից նրանց օգնենք, խրախուսենք, որպեսզի աշխատեն, եւ այստեղ նաեւ մի փոքր խումբ ուզում եմ անդրադառնամ, ինձ դիմել էին նաեւ շատ մի խումբ կանայք, ովքեր դեկրետում էին գտնվում եւ շատ դեպքերում հետ են մնում աշխատաշուկայից, հետո վերադառնալը դժվար է լինում։ Նրանց նաեւ հատուկ ինչ որ թիրախային խումբ որպես կարողանանք նրանց օգնել, որպեսզի իրենց հմտությունները զարգանան եւ աշխատաշուկայում հնարավորինս հավասարվեն տղամարդկանց։ Սա այսպես աշխատանքի հետ կապված եւ ուզում եի խոսել նաեւ 16 միլիոնի ծրագրի հետ կապված, պարոն Թորոսյան, շատ գյուղեր եւ դատարկված էին, ուղղակի չէին ապրում։ Ես վերջին շրջանում շատ եմ այցելում սահմանամերձ գյուղեր ու այնտեղ ուղղակի շինարարական բում է, ամեն օր նոր տներ են կառուցվում։ Սա իրականում շատ գովելի ու շատ կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող ծրագիր է եւ ուզում եմ նաեւ հետաքրքրվել այս ծրագրի ճակատագրի հետ կապված արդյոք շարունակվելու է, ինչքան ժամանակ է շարունակվելու կոնկրետ որ սահմանամերձ գյուղերն են հայտնվելու այս ծրագրի շրջանակներում։ Երևի թե այսքանը, շնորհակալություն։ Ես քանի որ հարցը հնչեց, եւս երկու քաղաքացու այս հարցի հետ կապված ուզում եմ նշումներ անեք, պարոն Թորոսյան։ Կոնկրետ 16 միլիոնի Խոջայան Ստեփանն է հարցնում, ասում է, որ գնել է հող եւ ունի շինթույլտվություն 2024 թվականի սեպտեմբերից, բոլոր ծախսերը կատարել է, որպեսզի մասնակցի ծրագրին եւ ասել են, որ ծրագիրը շուտով կլինի եւ խնդրում է, որպեսզի մենք բարձրաբանենք, թե երբ կլինի։ Տիգրան Քարիմյանը եւս հարցնում է սահմանամերձ գյուղերի բնակարանաշինության ծրագրի վերաբերյալ, տեղեկացնեմ, ասում է, որ 2024 թվականի հոկտեմբերին ձեռք են բերել հողատարածք, իսկ 25 թվականի մարտին շինարարության նախագիծ եւ շինթույլտվություն։ Եվ ասում է, որ քննարկման փուլում է գտնվում, եւ խնդրում է, որպեսզի բազմաթիվ հարցեր կան 16 միլիոնի մասով, ես այս երկուսը կարդացի, որովհետեւ Տիկին Պողոսյանը արդեն հնարավորություն տվեց, հարցը բացվեց։ Խնդրեմ, սա ամենապահանջված հարցերից մեկն է։ Վերջերս մենք խմբակցությամբ նաեւ այց ունեինք Տավուշի մարզ եւ մենք տեսանք ու մեր աչքով համոզվեցինք, որ այս ծրագիրը չափազանց արդյունավետ ծրագիր է եւ շատ մեծ պահանջարկ ունի, համեցեք։ Շնորհակալություն շատ, բայց պետք է խնդրեմ ժամանակ տալ պատասխանելու։ Այս դեպքում կրկնակի շատ կլինի ժամանակ։ Եվ Տիկին Պողոսյանի տված այդ զբաղվածության, որովհետեւ շատ կարեւոր են, երկուսն էլ ու շատ ուրախ եմ, որ տալիս եք այդ հարցերը։ Զբաղվածության մասով երկու ուղղություն ենք հիմնական առանձնացրել։ Նախ դու գիտեք, որ ունենք մեկ միասնական սոցիալական ծառայություն իր 49 գրասենյակներով Հայաստանի գրեթե բոլոր համայնքներում եւ Երևան քաղաքում։ Եվ ես եւ մենք մեր առաջ նպատակ ենք դրել, որ այդ միասնական սոցիալական ծառայության զբաղվածության մասով գործառույթը ըստ էության վերածվի Հայաստանի ամենամեծ կարիերա կենտրոնի։ Այն որ գիտենք, չէ, կարիեր ցենտրներ կան, վեբ կայքով մտնում ես, աշխատանք ես փնտրում, CV-տ ես ուղարկում, upload ես անում, հետո գնում ես ինտերվյուի բան, որտեվ ես կարծում եմ, որ այդ մեր ռեսուրսը թեր օգտագործված է։ Եվ այդ նպատակով օրինակ արդեն իսկ հիմա մենք փորձնական դա արել ենք, մոտ 1000 հոգու գրանցված աշխատանք փնտրողների ուղարկել ենք էլեկտրոնային փոստով պոտենցիալ արկա աշխատատեղերը իրենց տարածաշրջանում, որը նախկինում չի արվել, եղել է հեռախոսով, տենց գործս փնտրում արի մի հատ նայեմ ինչ կա, տենց մոտավորապես այդ վիճակում է եղել, ուստեղից մի հատ էլ հարց է ծագել, որը այդ երկրորդ մասն է վերապատրաստումների։ Այսինքն այս մասը ակտիվացնում ենք, նույնը անելու ենք գործատուներին։ Հենց մեկը գա ասի, գիտեք, ես այսինչ մասնագետն եմ, ես օրինակ լավ խոհարար եմ, լավ վարսավիր եմ, լավ բժիշկ եմ, լավ ինժեներ եմ։ Մենք այդ նույն մարդու տվյալն ուղարկելու ենք այն գործատուներին, որոնք որ փնտրում են աշխատողներ եւ դա անելու ենք պարբերական, այսինքն sense իրար փորձելու ենք կապել, իհարկե հեռախոսը եւ անձնական հանդիպումները մնում է ուժի մեջ, բայց նաեւ մասշտաբային sense բան ենք անելու։
որոշակի ճշգրտումներ կանենք ու այդ բաները կգնա։ Հիմա ստեղից ինչա բացվում։ Պարզվում է, որ մեր քաղաքացիների մեծ մասը ոչ էլեկտրոնային փոստ ունեն, ոչ գիտեն օգտվել համակարգչից, ոչ էլեկտրոնային ստորագրություն ունեն, ոչ մի բան չունեն, որը թվային է եւ ժամանակակից է։ Եվ այս նպատակով մենք արդեն մեր գործընկերների հետ քննարկում ենք ԿԳՄՍ-ի, ԲՏԱ-ի եւ թվայնացման գործընկերների ուզում ենք զանգվածային թվային գրագիտության դասընթաց անել, զանգվածային տասնյակ հազարավոր քաղաքացիների, որոնք մեր մոտ գրանցված են որպես աշխատանք փնտրող։ Այսինքն իհարկե ավելի շատերին է պետք, բայց առնվազն մենք մեր թիրախ խմբին ուզում ենք անել, որպեսզի նաեւ իրենց թույլ տանք այդ հմտությունները ունենալ, պարզապես փնտրել գտնելու, որտեվ դա էլ է հաճախ։ Մեզ թվում է, թե մենք գիտենք, շատ պարզ է, հեշտ է, կարող ենք մտնել ինտերնետով, կայքերով ամեն ինչ անել, բայց այդպես չի բոլոր դեպքերում։ Դրա շրջանակներում նաև մենք ունենք մի կայք, որը ework.am-ն է, այսինքն համակարգը այդիմ ասած տարբեր կարիեր կենտրոնների, որտեղ կան աշխատատեղեր, հիմա քիչ են, որտեղ դա գործարկման եւ փորձարկման փուլում է, եւ ինչ որ մի օր իմ երազած է այս ֆունկցիայի կատարման տեսանկյունից, դե պիտի լինեն բոլոր Հայաստանի աշխատատեղերը եւ բոլոր աշխատողները պետք է կարողանան այդ իրանց աշխատանքը գտնել։ Այդ մի ուղղություն, այսինքն զուտ տեխնիկապես կապել պահանջարկ առաջարկի հետ հնարավոր հեշտ նորարարական մոտեցումներով։ Երկրորդը տարբեր թիրախային խմբերի համար առաջարկող ծրագրերն են։ Հիմա մենք ունենք որոշակի ծրագրեր, անկեղծ պետք է ասեմ, բոլորը չի որ էֆեկտիվ են, որոշները էֆեկտիվ են, հատկապես Ղարաբաղից տեղահանված մեր քաղաքացիների ծրագրերը էֆեկտիվ, բայց մենք այնտեղ էլ որոշակի ավելի էֆեկտիվացնելու փոփոխություններ կանենք։ Եվ նաև ինքնազբաղվածության ծրագիր ենք ընդունել անցյալ տարի, որը շուտով կմեկնարկի, դա փոքրիկ բիզնեսներ հենվելու, խթանելու ծրագիր է, ու ընդհանրապես իմ տրամաբանությունը այն է, որ մենք պետքա Lego-ի մոդելով առաջնորդվենք, այսինքն ունենանք աշխատող մոդելը, պարզապես մի դետալ մեջը փոխենք, օրինակ մուտքային տվյալները, թե ում համար է այդ ծրագիրը, եւ դա աշխատի այդ քաղաքացիներին, որ ամեն անգամ նոր հեծանիվ չհորինենք, դա ասենք գործատուներին եկամտային հարկի վերադարձի մեթոդն է, դա վերապատրաստում կամ պրակտիկա անելու մեթոդն է, որը մենք կխրախուսենք, եւ ինքնազբաղվածությունն է, ու մենք հիմա աշխատում ենք մի քանի ուղղություններով, արագ ասեմ, ու անցնեմ 16 միլիոններին։ Նորավարժ աշխատողների վրա ենք աշխատում, որտեղ մենք իրենք խնդրում են աշխատաշուկա մտնելու, եւ եթե իրենք երկար ժամանակ չեն մտնում, իրանք կարծես թե արդեն դժվարանում են մտնել, ավակ սերունդն է, որտեղ մենք ունենք նաև, գիտեք, տարիքի առումով երկարակեց արդեն հասարակություն եւ կարիք ունենք իրենց ակտիվ պահել, հաշմանդամություն ունեցող մեր քաղաքացիներն են, ձեր ասած առաջարկն էլ կդիտարկենք, ընդհանրապես կանանց առումով եւ նաեւ երեխայի խնամքի արձակուրդում երկար գտնվող կանայք էլ են թիրախ վերադարձնելու շուկա, որտեղ նաեւ բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ մինչև այդ պահը կանայք եւ տղամարդիկ հավասար են գնում աշխատաշուկայում ներկայացվածության եւ միջին աշխատավարձի, հետո կանայք հետ են գնում այդ պատճառներով։ Դա էլ է շատ կարևոր, դա նաեւ դեմոգրաֆիկ խնդիր է, նաեւ շուտ պետքա իհարկե ավելի լայն մի քիչ մտածենք, սկսած նրանից որ թույլ տանք եւ թույլ ենք տալիս իդեպ հեռավար աշխատանք, գիտեք, հուսով եմ ազգային ժողովն էլ դրանից օգտվում է օրենքից եւ որոշ աշխատակիցների թույլ են տալիս տնից աշխատել, օրինակ մենք մեր նախարարությունում թույլ ենք տալիս։ Եվ այնպիսի աշխատանք, որը թույլ կտա միևնույն ժամանակ խնամել երեխային, այսինքն զուգահեռ հնարավոր լինի։ Հիմա անցնեմ 16 միլիոններին, այս էլ էլի կարևոր պարոն Կոնջարյան զբաղվածությունը։ Նախ թիվ ասեմ։ Ուրեմն այդ ծրագրով, որը կոչվում է Սահմանավերձ բնակավայրերում բնակարանային ապահովման ծրագիր, մենք ունենք արդեն 2384 հաստատված դիմում, այսինքն որ պատկերացնեք, դա այդքան ընտանիք, այդքան տուն եւ համայնքներ ունենք եւ տենց չեմպիոն համայնքներ էլ ունենք, այսպես ասած, որտեղ կառուցվել է հիմա ամենաշատը, ասեմ, համարյա մինչեւ 300 տուն։ Այսինքն պատկերացրեք, դա մի մեծ գյուղ է, այսինքն եւս մեկ նոր գյուղ արդեն գործող գյուղում։ Ամենամեծը, եթե չեմ սխալվում, Նոյեմբերյանի կողբ գյուղն է, 280 տուն է կառուցվել, հա, որ պատկերացնենք, ու Տավուշը ընդհանրապես տենց չեմպիոնների մեջ է։ Եվ մենք կարող ենք ասել, որ սա խիստ շատ հաջողված ծրագիր է, շատ, որտեվ նախ մասշտաբային փոփոխություններ են տեղի ունենում այդ բնակավայրում եւ այդ մարդկանց կյանքում, եւ երկրորդը սա նաեւ մարդկանց ընտրության հնարավորություն է տալիս, ինչպիսի տուն կառուցել, իհարկե մեր տված ֆինանսական պարամետրերով, որտեղ կառուցել այդ տունը,
սկսած դիզայնից եւ այլն, թեև կան տիպային նախագծեր, բայց այնուամենայնիվ սա բան չի, էլի, այն սովետական Խրյուշովկա չի, որ sense կառուցում ես, ասում ես բոլորդ պետք է Հայաստանը ապրեք, հետո էլ մի 20 տարի հետո պարզվում է, որ ժամկետն անցել է այդ շենքի, պետք է ինչ-որ բան անել։ Սա այդ առումով շատ կարևոր է, իդեպ սա նման է այդ առումով հիպոթեկի վերադարձի, հա, ծրագրին, որտեղ էլի քաղաքացիներն են որոշում, այնտեղ է գիտեք, տասնյակ հազարավոր քաղաքացիներ են ըստ էության մատչելի բնակարան ձեռք բերել իրենց եկամտային հարկով։ Հիմա ինչ ենք ուզում անել, հա, որը էլի քննարկման փուլում է, բայց շատ հույս ունեմ 1-2 շաբաթում կվերջնականացնենք։ 3 բան ենք ուզում անել։ 3 խմբի համար ուզում ենք վերաբացել այս ծրագիրը։ Մեկը այն քաղաքացիներն են, որոնք դուք էլ նշեցիք, պարոն Կոնջարյան, որոնք արդեն ունեն հողամաս կամ շինթույլտվություն 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ, որովհետև այդ ժամանակա ծրագիրը ավարտվել, այսինքն ըստ էության իրենք ցանկացել են, բայց չեն հասցրել օգտվել ծրագրից։ Մեր գնահատականներով դա մոտ 500 քաղաքացի է, 500 շահառու, մենք խոսել ենք մարզպետարանների, համայնքապետարանների հետ, այդ քաղաքացիներն են։ Երկրորդը մի քիչ համաչափ զարգացում ապահովելու համար մենք այնուամենայնիվ նոր շահառուների համար մտածում ենք այն վերաբացել միայն այն համայնքներում, որտեղ ավելի քիչ տներ են կառուցվել, որպեսզի մեր գյուղերը, մեր գյուղական սահմանամերձ բնակավայրերը իրար պես համաչափ զարգանան, որպեսզի օրինակ 1000 կամ 500 տուն ունեցող գյուղը չդառնա 700 տուն ունեցող, թեև դա լավ է, բայց օրինակ 200 տուն ունեցողը մնա 200, որտեվ այդ առումով կարծում եմ մի քիչ ճիշտ չի եւ բանաձև ունենք, այդ բանաձևով անցկացնում ենք եւ մտադիր ենք վերաբացել այդ գյուղերի համար, դա եւս մեր տպավորությամբ նաեւ քվոտաներ են իհարկե, սա մոտ եւս 500 քվոտայի մասն է խոսքը։ Եվ մի կարևոր ուղղություն էլ, որը մենք ուզում ենք սինխրոնացնել մեր այլ գերատեսչությունների եւ այլ քաղաքականությունների, դա նոր դպրոցներն են։ Մենք գիտենք, որ ունենք կառուցվող շատ հարյուրավոր դպրոցներ, նաև այնպիսի համայնքներում, որտեղ այդ պահին այդքան երեխա չկա, որ սովորի սահմանված չափի այդ տեղերում, հա։ Ուստեղել ենք բանաձևով, հիմա մի քանի տարբերակ ենք քննարկում, թե որ շեմից անենք եւ վերաբացենք կամ բացենք այդպիսի գյուղերում, որոնք պարտադիր չլինեն սահմանամերձ, այսինքն իրենք կարող են ցանկացած տեղ։ Իդեպ մի նման օրինակ կա, դա Վայքի Գոմք համայնքն է, Գոմք բնակավայրն է, որտեղ էլի կա մեծ դպրոց եւ այդ գյուղի համար բացվել է ծրագիրը եւ աշակերտների առումով եւ ուսուցիչների, իհարկե էլի որոշակի պարամետրերով, որտեղ նպատակը նաև երեխաներին դպրոց տանելն է լինելու, այսինքն այդ ընտանիքում պետք է լինի համապատասխան տարիքի երեխա։ Հիմա չեմ ուզում ասել մի բան, որը կարող ենք մենք քննարկումների արդյունքում փոխել, բայց տրամաբանությունը այդ 3 կտորն է՝ պարտքեր, ճակերտավոր, հա, որ քաղաքացիներ, որոնք որ ցանկացել են, բայց չեն հասցրել օգտվել, գյուղեր, որոնք այդքան էլ շատ չեն կառուցել, բայց կարող են կառուցել համաչափ զարգացում եւ կապելով մեր մյուս քաղաքականությունների հետ ընդհանրապես այս սինխրոնացումը շատ կարեւոր է, մենք դրա կողմնակից ենք, չենք ուզում տարբերվող բաներ անել մեր գործընկերների առած քաղաքականությունների հետ։ Պարոն Թորոսյան, ես ճիշտ հասկացա 2300 մի հատ խնդրում եմ այդ թիվը կրկնել, հա։ 2384 հաստատված դիմում 84 հաստատված, որոնք արդեն գումար ստացել են իրենք, այսինքն սկսել են process-ը։ Ճնշող մեծամասնությունը սկսել են, բայց մի մասը կարող է ասենք նոր սկսեն, բաներով ավարտական ակտերով մոտ 300 են, որ ամեն ինչ ավարտված է, բայց այսինքն այս ամեն ինչը բուրըն շինարարության փուլում է, որտեղ ժամանակ է տևում։ Ես օրինակ մեկ օրինակ բերեմ, մենք Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում համոզվեցինք այնտեղ, որ արդեն 101 տուն կառուցվում է կամ կառուցվել է այս ծրագրով, մինչև այս ծրագիրը Բերքաբեր գյուղում եղել է 98 տուն կամ 100-ին մոտ, եւ այս ծրագրով էլ առանձին կառուցվել է 101, այսինքն կրկնապատկվել է այդ գյուղի տների թիվը կրկնապատկվել է այս ծրագրի շրջանակներում։ Բերքաբերի բնակչությունը մոտ 600 մարդ է եւ կառուցվել է 100 տուն։ 100 մեզ այնտեղ ասին 101, համենայն դեպս մոտ 100 փաստացի կրկնապատկվել է այնտեղ տների քանակը եւ սա նաեւ ես կարծում եմ որ մեր
որդեգրած իրական Հայաստանի քաղաքականության ամենալավ դրսևորումներից մեկն է։ Սա նաև կներեք, պարոն Կոջա, սա նաև ժողովրդագրական ծրագիր է, որովհետև մենք հաճախ ինչ խնդիր ենք ունենում, երեխաներ ինչի չեն ունենում, որովհետև ապրելու պայմանները բավարար չեն լինում, մեծ ընտանիքներ են լինում, եւ հիմա հնարավորություն է տրվում ապրել առանձին տներում եւ պատշաճ պայմաններով, եւ սրանք բոլորը նոր տներ են, ըստ էության մոտավորապես ճիշտ հաշվարկով, որ ամբողջությամբ գումարը հերիքի, նաև վերանորոգմանը եւ այլն, այսինքն սա նաև այդ իմաստով է, որ այդ գյուղերը նաև կշնչեն այդ առումով, շատ երեխաներ, շատ դպրոցում աշակերտներ եւ այդպես շարունակ։